Նա իր ուխտը հավիտյան հիշում է, այն խոսքը, որ հրամայեց մինչև 1000 սերունդ, այն ուխտը, որ արեց Աբրահամի հետ, ու այն երդումը, որ Իսահակին տվեց, և նույնը հաստատեց Հակոբի համար, որ դա օրենք Իսրայելի համար հավիտենական ուխտ լինի, ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը»։ Ձեր ժառանգության վիճակը։ Երբ նրանք հազիվ մի քանի հոգի էին, իրոք սակավաթիվ ու օտար նրա մեջ, երբ մի ազգից ուրիշ ազգի, մի թագավորությունից ուրիշ ժողովրդի մեջ էին դեգերում, նա որևէ մեկին թույլ չտվեց, որ նրանց նեղի, նույնիսկ թագավորներ հանդիմանեց նրանց պատճառով. «Իմ օծյալներին մի դիպչեք ու իմ մարգարեներին վնաս մի հասցրեք»։ Համենայն դեպս սով բերեց երկրի վրա, կոտրեց հացի ամբողջ զորությունը, նրանց առջևից մարդ ուղարկեց, Հովսեփ